նույնիսկ Արեգնազի հետ կես կատակ, կես լուրջ հաղորդումների ընթացքում, խոսակցությունների ընթացքում ասում ենք, հա, մյուսը ով է բռնվողը, Արեգնազը ասում էր ես եմ։ Պետական գաղտնիք բացահայտելու մեղադրանքով 2 ամիս կալանավորված Արեգնազ Մանուկյանն ունի անչափահաս երեխա։ Իրավապահները պնդում են, թե Մանուկյանը պետական գաղտնիք պարունակող հրապարակում է արել, սակայն պարզ չէ, ինչ հրապարակման մասին է խոսքը։ Փաստաբանական թիմին իրավապահներն առհասարակ չեն ներկայացրել հրապարակումը, որը հիմք է դարձել նրա տանը խուզարկություն իրականացնելու, ապա նրան կալանավորելու համար։ Այն մեղադրանքը, որ ներկայացված է, ու այն նյութերը, որոնք ներկայացվել են բանտանում, իրենք այնպեսի ծավալ չունեն, որպեսզի նոր հանգամանք, նոր փաստեր կան, ամսի հունիսի 12-ին էլ էին տունը խուզարկել, հա, այսինքն ինչ փոխվեց դրանից հետո, որ այսօր են կալանքի միջնորդություն ներկայացրել։ Տեսեք, ես չեմ ցանկանում փաստերի մասին խոսել, չեմ կարող ներկայացնել հասկանալի պատճառներով, բայց կարող եմ նշել, որ այն մեղադրանքը, որ ներկայացվել է, որը իրավական հիմք ունի, փաստերով չի հիմնավորվում եւ այսպես ասեմ, ինչ որ մամուլում շրջանառվում էր կապված պետական գաղտնիքի հետ, նման բան չկա։ Քննչական մարմինը գործի փաստական հանգամանքները չի հրապարակել։ Փաստաբանների խոսքով մեղադրանքի հիմքում ընկած տեղեկությունները շարունակում են անհայտ մնալ հանրության համար։ Մանուկյանի բնակարանը խուզարկել էին նաև հունիսի 12-ին, նրան հարցաքննել որպես վկա այն քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է լրտեսության եւ պետական դավաճանության գործին։ Այդ նույն վարույթով ավելի վաղ կալանավորել էին Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին։ Գործը հիմքից քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, քաղաքական բռնաճնշում է, ակնհայտ է, որ այստեղ նույնիսկ պետք է չի իրավական մանրամասների մեջ խորանալ, որովհետև գործում է այն սկզբունքը, որ մարդ լինի, գործ կսարքենք կամ գործ կգտնենք։ Արեգնազ Մանուկյանի պաշտպանները մեղադրանքը չեն ընդունում, նրանք հայտարարում են, որ իրենց չի ներկայացվել, թե կոնկրետ որտեղեկությունն է համարվում պետական գաղտնիք, իսկ առաջադրված մեղադրանքը գնահատում են անհիմն։ Փաստաբանները նաև հայտնել են, որ բողոքարկելու են կալանավորման որոշումը։ Սա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումներից է եւ երկրորդ կարևորագույն փաստը, որ այստեղ կուզեի ուշադրությունը ձեր հրավիրել այն է, որ առաջի հերթին նախ մենք գործ ունենք կնոջ հետ, երկրորդը անչափահաս զավակ ունեցող եւ կալանք այն էլ խիստ ռեժիմով, այսինքն սահմանափակումով բոլորի հետ շփումը, կարծում եմ սա ինչ որ բաժիջ բնույթ է կրում։ Իր հերթին Մայր Հայաստան կուսակցությունը հայտարարում է, որ Մանուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Միաժամանակ այս պահի դրությամբ որևէ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն հրապարակային գնահատական չի տվել Մանուկյանի գործին կամ նրան չի ճանաչել քաղբանտարկյալ։ Արեգնազ Մանուկյանը չի խուսափել հարցաքննությունից։ Խնամքի տակ ունի անչափահաս երեխա, սակայն այսօրվա Հայաստանի իրավական համակարգը ոչ թե արդարադատություն, այլ ռեժիմի ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հալածանքներ է իրականացնում։ Դատական գործերը, բնակարանների խուզարկությունները, ձերբակալությունները վերածվել են ուղղակի պատժի եղանակի։ Մայր Հայաստանը կոչ է անում հանրությանը քաղաքական ուժերին զգոն լինել եւ թույլ չտալ, որ Հայաստանում վերջնականապես հաստատվի կատարյալ բռնապետական ռեժիմ։ Մենք ապավինում ենք մեր քաղաքացիների գիտակցությանը։ Այսօր եկել են Արեգնազ Մանուկյանի, վաղը կգան մեզանից յուրաքանչյուրի ետևից։ Սահմանադրագետ ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Մելոյանը վստահ է այս գործընթացը քաղաքական հետապնդում է։ Արեգնազ Մանուկյանն էլ հերթական կին քաղբանտարկյալը։ Հերթական կին քաղբանտարկյալը ժողովրդավարության բաստիոնում։ Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ, քաղաքական ուղերձ է։ Երբ իշխանությունը քննադատությանը պատասխանում է կալանքով, արդարադատությունը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Այս պահին Արեգնազ Մանուկյանի գործով հայտնի է միայն մեղադրանքի իրավական ձևակերպումը եւ դատարանի որոշումը նրան 2 ամսով կալանավորելու մասին։ Մանուկյանը գտնվում է կալանքի խիստ պայմաններում, տեսակցությունը սահմանափակ է։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։